Ֆեյքերի ֆաբրիկա, նոր տերմիններ, որոնք վերջին տարիներին ամուր տեղ են գրավել քաղաքական բանավեճերի ընթացքում կիրառվող բառապաշարում։ Որպես կանոն, այդ հասկացությունները դառնում են ակտուալ այն պահերին, երբ ֆոկուսում է հայտնվում որևէ ընդդիմադիր գործիչ կամ ուժ կամ իշխանության թիրախում հայտնված այլ կառույց։ Համոզմունք են հայտնում ընդդիմադիրները։ Համացանցում միանգամից անդեմ օգտատերերի կողմից գրոհի են ենթարկվում դրանց ներկայացուցիչները։ Օրերս վարչապետին հարց ուղղեցին, թե ինչ է արվում ֆեյքերի գործարանների կազմակերպիչներին եւ կառավարիչներին բացահայտելու ուղղությամբ։ Եկեք ընդունենք օրենսդրական, եթե դա հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական ցանցում պրոֆիլ ունենալը պետքա բանալի, նույնականացնելով լինի։ Եկեք ընդունենք, եկեք համատեղ կոնսենսուս ձևավորենք եւ գնանք սոցիալական ցանցերի առաջ խնդիր դնենք։ Ասենք մեր երկրում ֆեյքը արգելված է, ով որ անձնագրով կնույնականացվի, չի կարողանում այսքան ժամանակ բանանվի, բոլոր պրոֆիլները փակեք։ Ֆեյքերի եւ ֆեյքերի գործարանների դեմ պայքարը կարևոր է համացանցում ատելության խոսքը կանխելու տեսանկյունից, բայց Նիկոլ Փաշինյանի առաջարկած լուծումը հատուկ է խիստ ավտորիտար ռեժիմներին, նշում են փորձագետները։ Համացանցում օգտատերերի անձնական տվյալների գրանցումը լավ տեղ չտանող քաղաքականություն է։ Կա ինչ որ հավանականություն, որ իշխանությունները օրենքը կընդունեն, հետո ասենք ինչ են անելու, ծանուցելու են այդ հարթակներին, ասեն այսպես կվարվես, եթե ոչ ինչ, սպառնալիքն ինչա կտուգանենք, եթե իրանք երկրում գրանցված չեն, որևէ գործողություն առանձնապես չեն անում, այդ տուգանքը սիմվոլիկ բնույթ է կրելու, ինչպես տեսնում ենք օրինակ Ռուսաստանի դեպքում, կամ հաջորդ տարբերակը այն է, որ կարգելափակենք։ Ընդհանրապես վերջին շրջանում համացանցային եւ կիբերտիրույթում տարբեր չարիքների դեմ պայքարելու պատճառաբանությամբ սկսել են կիրառվել գործիքներ կամ ծրագրվում են գործողություններ, որոնց բուն նպատակը կարծես մարդկանց վերահսկումն է եւ մասնավորապես խոսքի ազատության սահմանափակումը, այսինքն կատարվում է որևէ փոփոխություն, որպես կանոն հանցավորության կամ ապօրինությունների դեմ պայքարի համատեքստում։ Մարդկանց հետևել, կամերաներ դնել, օպերատորներին պահանջել, որպեսզի գրանցեն տրաֆիկը, հեռախոսների իմեյլների բազաներ ստեղծել։ Ցույց է դնում, որ մեր մոտ ինչ-որ պետական համակարգում կա այսպիսի մտածելակերպ, որ պետք է բոլորին հսկել, անանունություն չլինի, չգիտեմ, այսպիսի ինչ-որ բաներ չլինեն եւ դա շատ վտանգավոր տենդենց է։ Բայց գանք բուն խնդրին։ Ֆեյքերի նման քայլերի հետևանքով տուժում են սովորաբար հենց բարեխիղճ քաղաքացիները, իրական օգտատերերը։ Իսկ ֆեյքերը որպես կանոն մնում են անվնաս, քանի որ նման ֆաբրիկաների կազմակերպիչները ճկուն են եւ գիտեն, թե ինչպես է պետք շրջանցել պետության կողմից կազմակերպված սահմանափակումները։ Երբ որ կառավարությունը անդադ խոսում է հիբրիդային հարձակումների մասին, իսկ դա նշանակում է, որ այդ ֆեյքերը Հայաստանում չեն։ Այսինքն փաստացի դու մտցնում ես հակադեմոկրատական սկզբունք, պարտադրում ես մարդկանց անանունության դեմ պայքարի ստանում, բայց խնդիրը չես լուծում, որովհետև փաստացի այդ ֆեյքերը պարզապես Հայաստանի դրսից են։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ուզենա Հայաստանի ներս դառնի, ինքը VPN-ի միջոցով կգրանցվի ու երևա որպես ուրիշ երկրից։ Կա եւս մեկ խնդիր այս համատեքստում։ Եթե օգտատերերի գրանցումը սոցիալական ցանցերում արվի անձնական տվյալների նույնականացման միջոցով, ապա որտեղից վստահություն, որ դասի ընկերությունները, որոնց ձեռքերում կհայտնվի այդ արժեքավոր տեղեկատվությունը, կկարողանան այն հավուր պատշաճի պահպանել եւ չեն դարձնի երրորդ կողմի համար հասանելի։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։